Պարոն Սահակյան, ո՞րն է տարբերությունը ձայնակլանման ու ձայնամեկուսացման մեջ։ Ձայնակլանումը դա այն է, երբ որ նյութը ձայնի ալիքների որոշ մասը կլանում է եւ մի որոշ մասը անդրադարձնում է։ Ու ձայնակլանում օգտագործում են արձագանքման ժամանակը կրճատելու համար։ Ձայնամեկուսացումը դա արդեն կոնստրուկտիվ լուծումներ են, որոնք թույլ չեն տալի ձայնային ալիքների անցումը պատերի միջոցով, կոնստրուկցիաների միջոցով։ Մարդիկ ոնց հասկանան, որ իրենց անհրաժեշտ է ձայնամեկուսացում, այլ ոչ թե ձայնակլանում։ Ձայնամեկուսացումը անհրաժեշտ է այն դեպքերում, երբ որ դուք գիտեք, որ կողքից ձայներ կան, ասենք հարևանի ձայնը ձեր տանուց խանգարված է։ Այդ պարագայում անպայման ձայնամեկուսացումը պետք է ապավել, բայց շատ կարևոր բան կա նույնիսկ ձայնամեկուսացման նյութերի ընտրության պարագայում, որովհետև ձայնամեկուսիչ նյութերը ընդհանրապես, նաև կոնստրուկցիաները, իրանք պարտադիր լինում են խիտ եւ ծանր նյութեր։ Նաև օգտագործում է կոնստրուկտիվ լուծումներ, որտեղ օգտագործում են տարբեր խտությունների ծանրության նյութեր։ Կարա ձայնամեկուսացման մեջ նաև օգտագործում է թե հանքաբամբակ, թե գիպսեստվարաթուղթ, թե հատուկ թաղանթներ, նայած թե ինչ տիպի ձայնամեկուսացման լուծման մասին է խոսքը գնում։ Նաև ձայնամեկուսացման մեջ շատ կարևոր է հաշվի առնել կոնստրուկցիայի ռեզոնանսային հաճախականությունը, որովհետև դուք կարող ունենաք կոնստրուկցիա, որը օրինակ ձայնամեկուսացնում է 54 դեցիբել կամ 60 դեցիբել, ինչքան ուզում են պատկերացնեն, բայց նրա ռեզոնանսային հաճախականությունը բարձր լինի, ասենք թե 250 Հz-ի մոտ։ Այդ դեպքում նշանակում է 64 դեցիբելանոց պատի մեջով 250 Հz-ը շատ հանգիստ անցնում է, որը որ տղամարդու ձենն է, դի տղամարդու ձենի մեջ 250 Հz-ից 500 Հz կա։ Դա շատ կարևոր է ձայնամեկուսացման մեջ հաշվի առնել։ Մենք նախագծերը անելուց, հաշվարկները անելուց միշտ այդ ամբողջին ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ծախսվող գումարը միշտ տա համապատասխան էֆեկտիվություն։ Իսկ եթե արդեն մարդիկ վերանորոգում արել են իրենց օֆիսում, արդեն պատրաստ են աշխատանքի, բայց այդ ձայները կան, էլի աղմուկ կա։ Հնարավոր է ինչ-որ բան փոփոխել։ Իհարկե հնարավոր է, մենք տարբեր լուծումներ ունենք նույնիսկ որ մարդը էլ վերանորոգման չի գնում, այսինքն փոշի, կեղտ, ներկել, բան, տենց բաներ չկա, բայց դա շատ կարևոր է հասկանալ, թե այն կոնստրուկցիան, որով իրանք արդեն ունեն, ինչքան ձայնամեկուսացում ունի, իրանց պահանջներին, որին չի համապատասխանում, ինչքան չի համապատասխանում, որպեսզի կարողանաս ճիշտ լուծում տաս, որովհետև կարող է լինի դեպքեր, երբ որ դու այդ պատի վրա օգտագործես ձայնակլանիչ, իր ռեզոնանսային հաճախականությունը փոխես ու խնդիրը լուծվի։ Բայց կարող է լինի դեպքեր, որ որևիցե բանով տես չկարողանաս օգուտ տաս այդքան ու պատի վրա ավելացնես ինչ-որ ձայնամեկուսիչ շերտ, որը որ թե հաշվարկներով ենք տեսնում, թե նաև պետք է գած ժամանակ չափումներ ենք անում պատի ձայնամեկուսացման, որպեսզի խնդիրները լուծենք։ Այսօր մեր ընկերությունը արդեն 3 տարի է, որ Հայաստանում արտադրում է ձայնամեկուսիչներ ու ձայնակլանիչներ բավականին մեծ տեսականիով, նաև ներմուծում ենք արտերկրներից, աշխարհահռչակ բրենդերի հետ ենք աշխատում, Sopremana նույն Zig-Sound-ը, որ ամբողջ աշխարհը հայտնի է իր թաղանթներով ձայնամեկուսիչ։ Լուծումների մասով հնարավորությունը շատ մեծ է, ամեն տիպի լուծում թե պատի բարակության, թե տարած կորցնելու խնդիրի լուծման հետ կապված ամեն տիպի լուծում կարողանում ենք տալ, ուղղակի շատ կարևոր է թե տեխնիկական պահանջները պատվիրատուի ինչ տիպի է լինում։ Օրինակ շենքեր կան, որոնք որ կառուցվել են ու ուշադրություն չեն դարձրել այդ ձայնամեկուսացման ու ձայնակլանմանը, ու տներում շատ լավ լսվում է հարևանների ձայները, դուք այդ ամեն ինչը կարողանում եք լուծել առանց տարածքի փոքրացման։
Եթե չափազանցված չլինի, այդ տիպի շենքերից օրական երևի մի 4-5 հաճախորդ ունենում ենք։ Բոլորի խնդիրներն էլ լուծում տալիս ենք։ Նույնիսկ դեպք ենք ունեցել նորակառույցի, որ հարևանը շուն էր պահում, մարդը կողքի հարևանի բնակիչը նեղվում էր շան հաչոցի ձենից։ Երբ որ մենք իր տան պատը հարևանը ձայնամեկուսացրեցինք, մոտ մի շաբաթ հետո պատվիրատուն զանգեց, ասաց ես հիմա չեմ կարող կողմնորոշեմ, այդ շունն է սատկե, թե հաչելու ձենը չեմ լսում։